ամենին իրենց ակտիվ մասնակցություն են ունենում ուսուցիչները, աշակերտները, նախկին շրջանավարտները, ծնողները, համայնքը, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են կրթադաստիարակչական աշխատանքի որակի բարձրացմանը։ Բարեգործությունը բարդ չէ միայն, այլ խորիմաստ տիտղոս, որ բնատուր փափկության և խորովի ճարակումն է, որտեղ իր անունը կապվում է ցանկալի գործերի և հիշատակների հետ։ Դրանք մնում են պատմության, անջնջելի են նույնիսկ ժամանակի թերթերից։ Այս մեկ տարվա ընթացքում մեր կողքին հայտնվեցին մարդիկ, ովքեր ձեռք մեկնեցին դպրոցին։ Դպրոցի բարերարը ազգային բարերար է, քանզի հենց դպրոցն է կրթում ու դաստիարակում վաղվա հայրենասերին, բժշկին ու ճարտարագետին, երկիրը շնացնողին։ Բարձրյալն է այդպիսիներին չափում իրենց արածով ու փոխարենը փոխհատուցում ավելին։ Մեր օրերում անչափ կարևորելով աշակերտների շփումը նոր տեխնոլոգիաների հետ, Կապանի մեծ բարերար, Dandy Precious Metals Կապան ընկերության գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հովանավորությամբ ստեղծվեց համակարգչային դասարան զինված համակարգիչներով, տեսացրիչով։ Այժմ գործում է համակարգչային դասասենյակը, որից օգտվում են դպրոցի ուսուցիչները, ծնողները, դրվում են բաց դասեր, տեսանյութեր, օրինակելի դասեր, որ հնարավորություն է տալիս ավելի լավ յուրացնելու դասանյութը, իսկ աշակերտները համակարգիչների օգնությամբ ձեռք են բերում բազմաթիվ ծրագրերի տիրապետելու հմտություններ և կարողություններ, մասնակցում նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ դասանյութերի պատրաստմանը։ Հրաչ Ջաբրայանի և աշակերտական խորհրդի հանդիպման արդյունքում ծնվեց ևս մի հրաշալի բնապահպանական ծրագիր, որն իրականացվեց DPM Կապան ընկերության բնապահպանության բաժնի կողմից։ Ծրագիրը անվանակոչվեց «Թե ծառ տնկես նույնն է, միտք սերմանես» կարգախոսով։ Մինչ ծառատունկը բնապահպանության բաժնի համակարգողները կազմակերպեցին հանդիպումներ, ծանոթացրին և ուսուցանեցին ծառերի տնկման տեխնիկա։ Վերջինս իրականացվեց ուսուցիչների, դպրոցականների համայնքի մասնակցությամբ։ Տրամադրվեցին գյուղատնտեսական աշխատանքային գործիքներ, տնկեցին մոտ 130 ծառատեսակներ, թփերի տնկիներ, կանաչապատվեցին գազոններ, պարտավորվելով հետագայում կազմակերպել նրանց խնամքը։ Անմասն չմնաց Հրաչ Ջաբրայանի աջակցությունն ու օժանդակությունը 30-ամյա տարեդարձի կազմակերպման հարցում։ Դպրոցի արտաքին և ներքին հարդարան, դպրոցի պատմության ստեղծում, կինոժապավեն, թերթեր, շենքային և բակային պայմանների բարելավում, այսինքն կազմակերպչական գործընթացի հետ կապված բոլոր հարցերի կարգավորում։ Անմասն չմնաց նաև 30-ամյա տարեդարձի կազմակերպման հարցում նորընտիկ ազգային ժողովի պատգամավոր Արմեն Կարապետյանի օժանդակությունը։ Այս մեկ տարվա ընթացքում դպրոցի կողքին են եղել և շարունակում են իրենց համագործակցությունը նաև Դանեսա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի օժանդակությամբ կազմակերպվեց և իրականացվեց դպրոցի ամանորյա տոնահանդեսը։ Ահավասիկ նման աջակցության և օժանդակության շնորհիվ է, որ հնարավոր է դառնում իրականացնել այնպիսի նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցի բարելավմանն ու բարգավաճմանն։ Գործընկերություն և ուսուցում World Vision հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց ծնողների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատության կառավարմանը, հանրակրթական դպրոցներում, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը երկօրյա դասընթաց։ Աշակերտական խորհուրդը ծրագրով հանդես եկավ World Vision հասարակական կազմակերպությանը և արժանացավ հավանության, որի արդյունքում աշակերտական խորհրդի աշխատասենյակը համալրվեց մեկ համակարգչով, մեկ տպով սարքով և թվային ֆոտոխցիկով։ World Vision հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է և ընթացքի մեջ է ևս մեկ ծրագիր, որի արդյունքում կհամալրվի դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան ժամանակակից սարքավորումներով։ Իսկ 2013 թվականի գարնանը վերջինիս կողմից տրամադրվեց դպրոցին 8 մեղվա ընտանիք։ Իսկ Կապանի համար 13 հիմնական դպրոցի շրջանավարտ, այժմ Երևանի պետական համալսարանի
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն պատմական գիտությունների տեխնացու Մհեր Սուրենի Հովանեսյանը գրքեր նվիրեց հարազատ կրթօջախի գրադարանին։ Շրջանավարտ Վեգա ընկերության գործադիր տնօրեն Գարեգին Գրիգորյանը հեռուստացույց նվիրաբերեց։ Նեցուկ լինել ու միշտ կանգնած լինել հազարավոր այն դպրոցների կողքին, ովքեր ավելի ունեն այդ կարիքը։ Նրանց այցելությունները սովորական օրը վերածում են իսկական տոնի։ Փորձը ցույց է տալիս, որ բարեգործ մարդիկ կան ու կլինեն բոլոր ժամանակներում։ Դպրոցի դիմային պատկերը, որը նոր շուք է տվել դպրոցի արտաքին տեսքին, նախաձեռնվեց և իրականացվեց Կապանի համար 13 հիմնական դպրոցի խորհրդի անդամ, Կապանի նորոգշիտ ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանի հովանավորությամբ։ Խորհրդանիշը, որն այսօր էլ աչքի է զարնում դպրոց մտնելիս, թվում է, թե իր երախտագիտությունն է հայտնում դպրոցի անցած ճանապարհի այն մարդկանց, ովքեր սիրով ու նվիրովով են մասնակցել 30-ամյա տարեգրության։ Դպրոցին աջակցելու և օժանդակելու համար Կապանի համար 13 հիմնական դպրոցի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում Դանդի Պրիշոս Մեթաս Կապան գործադիր տնօրեն Հրաց Ջաբրայանին, աշխատակիցներ Գայանե Թադևոսյանին, Ասմիկ Մկրտումյանին, Վլադիկ Մարտիրոսյանին, Կապանի նորոգշիտ ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանին, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Կարապետյանին, Վեգա ընկերության տնօրեն Գարեգին Գրիգորյանին, Դանեսա պատասխանատվության ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին, աշխատակիցներ Սամվել Վարդանյանին, Աննա Ստեփանյանին, Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովանեսյանին, World Vision հասարակական կազմակերպության աշխատակիցներ Դավիթ Համբարձումյանին, Լուսինե Սարուխանյանին, տնօրեն Վարդան Իվանյանին, ծնողներ Արման Պապյանին, Յուրա Գրիգորյանին, Դավիթ Քարամյանին, Արսեն Բեգլարյանին։ Ահա, այս սկզբունքով է իր լուսաբացը դիմավորում ու աշխատանքը սկսում Կապանի համար 13 հիմնական դպրոցը և ուսուցչական կոլեկտիվը, երիտասարդ կրթօջախ, որն արժանի է և հավատարիմ է իր ավանդույթներին ու սկզբունքներին։ Ծնունդդ շնորհավոր կրթօջախ։ Հարգելի հյուրեր, սիրելի բարեկամներ, ծնողներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Կապանի համար 13 հիմնական դպրոցի 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուզում եմ առանձնատում շնորհավորել դպրոցում 30 տարիների ընթացքում աշխատած ուսուցիչներին, բազմահազար շրջանավարտներին, ծնողներին, այսօր դպրոցում աշխատող մանկավարժներին և սովորողներին։ 1983 թվականի սեպտեմբերին Կապանի ծայրամասային թաղամասերից մեկում Ձորքում դպրոց բացվեց։ Կապանի համար 13 միջնակարգ, այժմ հիմնական դպրոցը։ Բացվեց մի դպրոց ու տնօրեն նշանակվեց վաստակաշատ մանկավարժ, մեթոդիստ ուսուցիչ Կամո Մուքիթարի Արստամյանը։ Նրա տնօրենության տարիներին ձևավորվեց կուր մանկավարժական կոլեկտիվ, առաջնային դարձան գիտելիքները, հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, դպրոցն աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ, գեղագիտական դաստիարակությամբ և մնայուն ավանդույթներով։ Կամո Արստամյանը որպես հմուտ տնօրեն, մեծ մաթեմատիկ ու մանկավարժ, բազմաթիվ գրքերի հոդվածների հեղինակ, արժանացել է իշխանության ու հանրության ուշադրությանը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու կրծքանշաններով և հաջող սերնդի կրթության ու դաստիարակության անխոճ մշակին առ այսօր հիշում են նրա հազարավոր սաներն ու գործընկերները։ Նրա նվիրական աշխատանքի գնահատականն էր նաև մի քանի օր առաջ մեր դպրոցում նրա անվամբ մաթեմատիկայի կաբինետի բացումը, որպես հարգանքի և պաշտամունքի տուրք
վաստակաշատ եւ մեծատաղանդ մանկավարժին։ Նրա անվան կաբինետը կնպաստի մաթեմատիկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրության առաջացմանը եւ մաթեմատիկայի դրվածքի բարձրացմանը դպրոցում։ 1986-2012 թվականներին Կամո Արստամյանին փոխարինեց Դարիկո Հայկի Ավագյանը։ Դարիկո Ավագյանի նվիրական, ջանադիր ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ դպրոցը շարունակեց իր ակտիվ գործունեությունը։ Այդ տարիներին դպրոցում սովորում էր ավելի քան 1000 աշակերտ։ Դպրոցի հմուտ ու գիտակ մանկավարժների նվիրական աշխատանքի շնորհիվ հազարավոր աշակերտներ դարձել են հասարակության լիարժեք անդամներ, իրենց արժանի եւ մնայուն տեղը գտել գիտության, արվեստի, կրթության եւ տնտեսության տարբեր ոլորտներում։ Դպրոցում իրենց հարուստ կենսագրությունն են ստեղծել անվանի ու վաստակաշատ ուսուցիչներ, որոնց շրջանավարտներից 15-ը դարձել են մեդալակիրներ։ Նրանց շրջանավարտներից 10-ը իրենց մատաղ կյանքը զոհաբերեցին Արցախյան ազատամարտում։ Շուրջ 27 տարի Դարիկո Ավագյանը ղեկավարել է համար 13 միջնակարգ դպրոցը։ Այդ տարիների ընթացքում նրան հաջողվել է ստեղծել դպրոցի հոգսերով ապրող առողջ կոլեկտիվ, որի հայրենանվեր աշխատանքի շնորհիվ դպրոցն ունեցել է բազմաթիվ հաջողություններ, հաղթող ճանաչվել տասնյակ ուսումնական, արտասումնական եւ դպրոցների բարեկարգման ծրագրերում։ Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքներում ձեռք բերած հաջողությունների եւ ձեռքբերումների համար Կրթության եւ Գիտության նախարարության տարածքային եւ տեղական իշխանությունների կողմից արժանացել է ստեղծագործող ուսուցիչ, մեթոդիստ ուսուցիչ կոչումների, պարգևատրվել Աքսել Բակունցի սոցմրցության հաղթողի եւ այլ կրծքանշաններով ու մեդալներով։ 2011-12 տարվանից դպրոցում կազմակերպվում է ռուսերենի խորացված ուսուցում եւ բացվել են ռուսերենով ուսուցման դասարաններ, որտեղ սովորում են արտերկրից վերադարձած մեր հայրենակիցների երեխաները։ Այս աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դպրոցը համագործակցում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի հետ։ Ամեն տարի իրականացում է ռուսաց լեզու նպատակային ծրագիրը, որի շրջանակներում վարպետաց դասերի, սեմինարների, կլոր սեղանների միջոցով մեթոդական աջակցություն է ցուցաբերվում Կապան քաղաքի ռուսաց լեզվի մասնագետներին, իսկ դպրոցին տրամադրվում մեթոդական ծրագրեր ու դասագրքեր։ Դպրոցի 30-ամյա պատմական ուղին եղել է ինքնահաստատման, ձեռքբերումների, մանկավարժական կադրերի պատրաստման ընթացք։ Դպրոցում աշխատել են 250 ուսուցիչներ, կյանք մտել ավելի քան 1300 շրջանավարտներ, որոնցից շատերը մնայուն հետք են թողել հասարակական կյանքի տարբեր բնակավարներում։ Վերջին 2 տարիներին կայուն սկզբունքներով եւ հարուստ ավանդույթներով կոչված այս դպրոցը կերտեց իր յուրահատուկ դիմագիծը եւ մշտապես կանգնեց արդեն հայտնի բազմականակ դպրոցների կողքին։ Այսօր դպրոցում աշխատող 30 ուսուցիչները, որոնցից 27-ն ունեն բարձրագույն կրթություն, 3-ը միջի մասնագիտական կրթություն, աշխատում են լավագույն ավանդույթներով, դրանց ավելացնելով նորերը։ Նրանք ապահովում են բարեկարգ, խնամված, անվտանգ միջավայր, ցուցաբերում անհատական ահարկալից վերաբերում յուրաքանչյուր աշակերտի անձի նկատմամբ, խթանում երեխայի ինքնուրույն, հետազոտական, որոնողական եւ ստեղծագործական ունակությունները եւ անհատական հետաքրքրությունները։ Կրթօջախում օրավոր զգացվում է առաջընթացի շունչը, ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաների անհրաժեշտությունը։ Մանկավարժների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ հաճախակի են դարձել օրինակելի դասերը, փոխադարձ դասալսումները, դաս ներկայացումները, համակարգչային դասերը, տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ դասերը, խորհրդակցությունները։ Այս ամենն օգնում է, որ ուսուցումն իրականացվի լավագույն մեթոդներով, գիտական հիմունքներով։ Այս ամենը շարունակվում է եւ լրացվում արտադասարանական հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումներով։ Դպրոցական կյանքը ավելի հետաքրքիր ու նպաստավոր դարձնելու իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում եւ դպրոցին ձեռք մեկնում դպրոցական խորհուրդը, ծնողները, շրջանավարտները, համայնքը, բարերարներ, գործարար մարդիկ։ Դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեությունը ավելի արդյունավետ կազմակերպելու համար դպրոցի բարեկամների օժանդակությամբ եւ հովանավորությամբ դպրոցը ձեռք է բերել համակարգիչներ, տեսացրիչ, ձևավորվել է համակարգչային դասասենյակ, թվային տեսախցիկ, տպող սարք, հեռուստացույց,
Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կազմակերպվել սեմինարներ, դասընթացներ, ստեղծվել ակումբներ, հաստատվել է դպրոցի գրադարանը, գեղեցիկ տեղ ստացել դպրոցն ու դրա շրջակայքը։ Դպրոցի 30-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունը հնարավոր դարձավ կազմակերպել Հրաչ Ջաբրայանի, Ռազմիկ Փարսյանի, նորընտիր պատգամավոր Արմեն Կարապետյանի և շատ ուրիշների աջակցությամբ և օժանդակությամբ։ Դպրոցի կողքին լինելու և մշտապես օժանդակելու համար դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվը կրկին անգամ իրենց շնորհակալություն են հայտնում Սյունիքի մարզպետարանին, Կապանի քաղաքապետարանին, Հրաչ Ջաբրայանին, Ռազմիկ Փարսյանին, Գարեգին Գրիգորյանին, Մհեր Հովհաննիսյանին, Արթուր Պողոսյանին, Վարդան Իվանյանին, Դավիթ Համբարձումյանին, Լուսինե Սարոխանյանին, մեր բազմաթիվ ծնողներին ու շրջանավարտներին։ Դպրոցի խորհրդանիշը, որն աչքի է զարնում դպրոց մտնելիս, թվում է, թե իր երախտագիտությունն է հայտնում իրոք բոլոր նրանց, ովքեր ապրել են դպրոցի հոգսերով, ովքեր մշտապես օգնել ու սատարել են դպրոցին, ովքեր միշտ գիտակցել են, որ ուժեղ է այն երկիրը, որի դպրոցն է ուժեղ։ Կապանի համար 13 հիմնական դպրոցը 30 տարեկան է, երիտասարդ, բայց հարուստ տարեգրությամբ, գեղեցիկ ավանդույթներով, բազում հաջողություններով։ Դրանք ստեղծվել են նվիրումով, օր առ օր, տարի առ տարի, դարձել բոլորինը, դարձել 30-ամյա տարեդիրք։ Սիրելի ներկաներ, կրկին անգամ շնորհավորում եմ մեր դպրոցի 30 տարիների բոլոր շրջանավարտներին, այսօր սովորող բոլոր աշակերտներին, բոլոր ուսուցիչներին, ովքեր աշխատել են ու այսօր աշխատում են դպրոցում։ Շնորհավորում եմ բոլորիս Կապանի համար 13 հիմնական դպրոցի 30-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում հարատև և անխաթար երթ։ Շնորհակալություն։